Գանք ծայրից ծայր քաղաքական գործի Անդրանիկ Թևանյանի գործին հորինված այս մարդիկ Անդրանիկ Թևանյանին մեղադրում են մի բանում, ոնց հասկացա իր վերջին հոդվածից մեղադրանքի ուրիշ բան է դրած։ Այսինքն հրապարակային խոսում են ուրիշ բանի մասին, մեղադրանքի տակ ուրիշ բան է դրած։ Հենց սկզբից Բորիս չի եղել պետական գաղտնիք, ուղղակի մի հատ ասել են պետական գաղտնիք, այդ բանը ապահովելու համար, շոուն ապահովելու համար, դա իմիջիայլոց Նիկոլ Փաշինյանի կողմից է հայտարարվել Վանաձորում, հետո եթե հայտարարվել է, ուրեմն քննիչն էլ պետք է ինչ-որ բան գրի, ես այդպես եմ հասկանում, էլի, գրել են պետական գաղտնիք հաղորդագրության մեջ, բայց դատարանում կա Օրբելյանի խոսքը, մի քանի անգամ մարդը նշել է, որ դատարանում չկա պետական գաղտնիք հասկացողություն։ Երբ որ դատարանում Օրբելյանի պատմածն եմ ես ասում, հարցնում են դե ժողովուրդ ուր է այդ պետական գաղտնիքը, մի հատ ցույց տվեք, էլի, ի՞նչ է դա։ Ասում պետական գաղտնիք։ Չէ, ասում է, չէ, չկա, ասում է, չգիտեմ, ասում է գրած է այլ տեղեկություն։ Իսկ այդ այլ տեղեկության պահով դատապարտել ինչ-որ մեկի, դա հասկանում ենք, թե ինչ մարազմատիկ իրավիճակ է, որովհետև յուրաքանչյուր մեկին կարող են այլ տեղեկություն փոխանցելու հոդվածով տանել գոնե մի տարի կամ մի քանի ամիս դնել կալանքի տակ եւ կալանք օգտագործել որպես պատիժ։ Անդրանիկ Թևանյանի գործը դա կլասիկ քաղաքական հետապնդում է, կլասիկ քաղաքական բռնաճնշում է եւ կլասիկ դրսևորում է, թե ինչպես են փորձում ոչնչացնել հիմնական գաղափարաքաղաքական հակառակորդներից մեկին։ Այսինքն մարդուն կարում են գործ ամբագորգոր, պետական դավաճան, լրտես եւ այլն, դա հրապարակայնացնում են, սկսում են մարդուն վարկաբեկել, սկսում են հարձակումներ թիմի նկատմամբ, հարցաքննություններ, հետապնդումներ, չգիտեմ ինչ, եւ այդ մարդը իմիջիայլոց գործնելը պետական գաղտնիք ինչի են դրել, որպեսզի հանկարծ հնարավորություն չունենաս ինչ որ մանրամասներից խոսես։ Իրենց հերթին ապր-ցպր խոսում են այդ գործի հետ կապված, ԿՓԱ-ականները նույն Նիկոլ Փաշինյանը հասկացնելով, չգիտեմ ուղակի տեքստով ասելով, մի քանի հատ բան կա, չէ, դատական հայց կա դրանց նկատմամբ, երբ կասկածի տակ են անմեղության կանխավարկած են խախտել։ Այսինքն սա կլասիկ քաղաքական հաշվեհարդար է բոլոր դրսևորումներով, որի տակ կա նաև աշխարհաքաղաքական կոնտեքստ, բնականաբար այս ամեն ինչը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի մեղմ ասած բարդ հարաբերություններով Ռուսաստանի հետ։ Ինքը ըստ էության Անդրանիկ Թևանյանին փորձում է ենթադրելով, որ եթե Մար Հայաստանը հանդես է գալիս հայ-ռուսական հարաբերությունների բարելավման, իրականում այն ինչ թղթերի վրա գրած է դրան բովանդակություն տալու օգտին, հետևաբար պետք է նման հոդվածով ձերբակալել իմիջիայլոց Ռուսաստանին, այստեղ դրանք դիտարկում են որպես թշնամի պետություն, իրենց ռազմավարական գործընկեր, իրենց ռազմավարական դաշնակից պետությանը Փաշինյանի ընկեր դիտարկում են թշնամական պետություն։ Իրեն թվում է, թե Ենոք Հավանի շուստրությամբ կարելի է ասել, որ պատանդ պահելով մարդկանց ինքը կարող է, ահա Անդրանիկ Թևանյանի ձերբակալել եմ, արեք բազար անենք։ Ասենք ծիրանը թողում եք, ես էլ Անդրանիկ Թևանյանին թողնեմ։ Ինձ թվում է, թե նման Ենոք Հավանի շուստրությամբ ինքը կարող է ինչ-որ հաջողության հասնել։ Այնինչ հասկանալի է, որ ռուսների համար սա աշխարհաքաղաքական գոյաբանական խնդիր է,